Պատմությունը, մշակույթը եւ հասարակական կապերը համաժողովի առանցքային թեմաներն էին։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին հայ-իրանական հարաբերությունները բնորոշեց 3 հիմնարար սկզբունքով՝ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհամշակութային, ընդգծելով, որ երկու երկրները պատմականորեն կիսել են նույն տարածաշրջանը, իսկ նրանց անվտանգությունն ու շահերը միշտ փոխկապակցված են եղել։ Այսօր զարգացումները Սյունիքի մարզում ուղղակիորեն կապակցված են Իրանի շահի հետ, եւ պատճառը, որ Իրանը միջազգային սահմանների մեջ փոփոխությունը համարում է կարմիր գիծ, հենց դրանով է պայմանավորված։ Չնայած Հայաստանի հետ շատ կարճ սահման ունենք, բայց այն համարվում է ամենաապահով սահմաններից մեկը։ Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիքներ չենք զգացել, եւ դա եղել է փոխադարձ։ Հայաստանի եւ Իրանի միջև սահմաններին անդրադարձավ նաեւ FPS ընկերության գործադիր տնօրեն Մուստաֆա Տալեբպուրը, ով նշեց, որ Իրանի կառավարությունը հատկապես Արցախյան պատերազմից հետո եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում հայտարարել է, որ չի թույլատրի որևէ երկրի վտանգել կամ խախտել մեր երկրների միջև սահմանները եւ լիովին աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Արցախյան պատերազմի ավարտից հետո, ինչպես գիտեք, Իրանի եւ Հայաստանի միջև հիմնական երթուղին փակվեց եւ երկու երկրների կառավարությունները կենտրոնացան այլընտրանքային ճանապարհների վրա։ Իրանական ընկերությունները պայմանագիր կնքեցին Հայաստանի կառավարության հետ աջակցելու եւ կառուցելու այն ճանապարհները, որոնք կպահպանեն երկու երկրների միջև անվտանգ կապը։ Այդ ճանապարհները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, կարևոր են նաեւ Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև կապ հաստատելու համար։ Այս նպատակով Իրանն արդեն սկսել է ներդրումներ կատարել։ Կարծում եմ, որ 2 տարվա ընթացքում ճանապարհները պատրաստ կլինեն լիարժեք շահագործման։ Մուստաֆա Տալեբպուրի այս միտքը իր ելույթում հաստատեց նաեւ դեսպանը, նշելով, որ Հայաստանը գտնվելով հյուսիս-հարավ ճանապարհի կենտրոնում Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով կարող է ապահովել ելք դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Միջին Ասիա, Թուրքմենստան եւ Իրաք։ Հայաստանը կարող է Իրանը ԵԱՏՄ շուկաներ միացնելու հարցում ունենալ լուրջ դերակատարություն։ Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ որպես ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա մուտք գործելու միջոց։ Մեհդի Սոփանին նշեց նաև, որ պատրաստ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում։ Նա հիշեցրեց գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխհամագործակցության մասին եւ հավելեց, որ Իրանը մտածում է Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրման եւ Հայաստան գազի արտահանման ծավալների ավելացման մասին։ Վերադառնալով միջոցառման կարևորությանը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ այսօր մենք հարևան երկրի հետ ունենք համընկնող ռազմավարական շահեր եւ պետք է ձեռնարկենք քայլեր երկուստեք պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, իսկ այդ գործընթացները չեն լինում մեկ օրվա ընթացքում, այլ ժամանակ եւ ներուժ են պահանջում։ Մենք որպես այդպեսին ավելի լայն շրջանակով ոչ թե մասնագետների առումով չենք ճանաչում Իրանը, կա ճանաչողության ճգնաժամ, սա լրջագույն խնդիր է եւ այս համաժողով կասեմ կամ միջոցառում կասեմ, որը գիտամշակութային է, առաջին հերթին հենց ուղղված է ոչ միայն կապերի զարգացմանը, այլ նաև այս ոլորտների հնարավորինս ակտիվացմանը։ Անվտանգային քաղաքական տնտեսական ոլորտներից բացի ֆորումի ընթացքում կարևորվեց նաև մշակույթի ոլորտը։ Ըստ Իրանի եւ ԱՊՀ երկրների փոխգործակցության ոլորտի մշակութային գործիչ եւ հետազոտող Փաշա Կազեմի Ջատի այժմ մշակույթի ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բավարար չէ, քանի որ մեր ժողովուրդները դարեր շարունակ շատ ավելի սերտ կապեր են ունեցել։ Իրանի եւ Հայաստանի միջև դարերի ընթացքում տարբեր ոլորտներում եղել են համագործակցություններ։ Մենք պետք է փորձենք զարգացնել այս հարաբերությունները, դրական ուղղությամբ օգտագործենք ողջ ներուժը եւ հուսով ենք, որ ապագայում կկարողանանք դա անել եւ հաջողության կհասնենք։ Մատենադարանի արևելագիտության բաժնի վարիչ Քրիստինե Կոստիկյանի համոզմունքով անկեղծ զրույցների միջոցով կարող են ստեղծվել կապեր իրանցի եւ հայ հետազոտողների միջև։ Նա հավելեց, որ դարեր շարունակ կողք կողքի ապրող Իրանի եւ Հայաստանի մշակույթների միջև զուգահեռ անցկացնելու դեպքում կարելի է գտնել բազմաթիվ նմանություններ։ Այսօրվա միջոցառումը կարծում եմ կարևոր է նրանով, որ մի տեսակ ամփոփ կներկայացնի մեր անցած ուղին, բնականաբար ամփոփելով անցյալը կարող ենք առաջ նայել եւ տեսնել, որ ունենք անելիքներ եւ հնարավոր զարգացման հեռանկարներ։ Ներկաները փաստեցին, որ սա կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս կրկին ճանաչելու հարևան երկրի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, իսկ կապերի ամրապնդումը կարող է թույլ տալ ավելի խորը հասկանալ միմյանց մշակույթը, պատմությունը եւ ներկա վիճակը, դրանով իսկ խորացնելով համագործակցությունը երկու երկրների միջև։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։